Այսօր որպես բոնուսի մանկեղծ կարծիքը կասեմ Չեմպիոնների լիգայի այս քառորդ եզրափակչի պատասխան խաղերից առաջին խաղում ուրեմն Ռեալը բավականին վատ տեսք չուներ, բայց երևաց Բավարիայի հզոր ուժը եւ նրանք մի քանի րոպեում կարողացան հարցեր լուծել, չնայած դրանից հետո նրանք հանգստացան, ինչը անթույլատրելի էր։ Նրանք շատ պահեր բաց թողեցին իրենց դարպասին եւ Մանուել Նոյերը շողաց իր ամբողջ շքեղությամբ, շատ փրկեց եւ սեփական հարկի տակ արդեն նման սխալները գուցե Ռեալին կարողանան ողջևորել եւ մադրիդյան թիմը կարողանա ինչ-որ բան անել, բայց միանշանակավոր Բավարիան ֆավորիտ է ու ունի բոլոր հնարավորությունները Մադրիդի Ռեալին անցնելու, հատկապես որ այս վիճակում է թիմը Բավարիային առավելություն ենք տալիս 60-40 հարաբերակցությամբ։ Paris Saint-Germain Liverpool խաղը ամբողջությամբ չեմ նայել, բայց ըստ կարծիքների եւ highlight-երի Paris Saint-Germain-ը կատարյալ առավելությամբ է խաղացել, չնայած ընդամենը 2 գոլ խփեց, բայց տոտալ առավելությամբ, գնդակի վերահսկողությամբ, ամեն ինչով, իսկ պաշտպանության մասին արդեն խոսեցինք։ Ես կարծում եմ, որ եթե Enfield-յան ինչ-որ հրաշք չբուսնի, ապա Լիվերպուլը ոչ մի շանս չունի։ Sporting Arsenal, այս խաղը նույնպես ամբողջությամբ չեմ նայել, բայց միայն highlight-երը հերիք էին, որ հասկանանք, թե Sporting-ը ինչ ուժ է իրենից ներկայացնում։ Դավիթ Ռայան նույնպես իր ամբողջ փայլով փայլել է այս խաղին, մի քանի անգամ ռեալ գոլային հնարավորություններից զրկելով մրցակցին։ Arsenal-ը իհարկե Arsenal-ը հետ չի մնացել, բայց որ Sporting-ը շատ տհաճ ոսկոր է Arsenal-ի համար, դա միանշանակ է, չնայած պատասխան խաղը արդեն լինելու է Arsenal-ի հարկի տակ, բայց Sporting-ը շատ ամուր թիմ է, շատ կազմակերպված, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Arsenal-ը իհարկե իր փորձի եւ տաղանդի շնորհիվ ունի առավելություն կրկին 70-30 հարաբերակ։ Եվ վերջապես իմ կարծիքով ամենաինտրիգային խաղը Ատլետիկո Մադրիդ Բարսելոնա, որի վիճահարույց դրվագները դուք տեսաք, բայց հաշվի առնելով Բարսելոնայի վիճակը եւ ֆիզիկական պատրաստվածությունը միայն այդ հարցով Ատլետիկոն ակնհայտ առավելություն ունի, որովհետև ուղղակի ատլետները վազում են 90 րոպե ու անդադար, իսկ Բարսելոնայում այդ հարցը շատ լուրջ է դրված, որովհետև օրինակ Պետրին իսկապես շատ տխուր վիճակում էր, տխուր տեսք ուներ ու այնպես որ այստեղ ես կարծում եմ չնայած 2-0 հաշվին առաջին խաղից հավանականությունը, որ թիմերից մեկը կանցնի 50-50 է, որովհետև Ատլետիկոն իր աշխատասիրության եւ ցանկության հաշվին կարող է փակել այն տեխնիկական եւ խաղային բացերը, որոնք գուցե լինեն Բարսելոնայի համեմատ։ Այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին եւ հիշեցրեք, որ մենք ճիշտ արձանագրումներ ենք արել։ Լավ եղեք, կհանդիպենք։